Զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, պարոն Թորոսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ներկայացված նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 3 միլիարդ 219 միլիոն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար։ Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես 350,000 շահառու, ովքեր օգտվում են այս ծրագրից և ունենք ամսական մոտավորապես 2-3% աճ։ Նախագծով արդեն ներկայացրեցի, որ առաջարկում ենք այլ տողից վերաբաշխում իրականացնել, ուզում եմ հիշեցնել, որ այս պահի կարգավորումներով մենք հետվճարով վերադարձնում ենք գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, և հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Թորոսյան, հարցեր նախագծի վերաբերյալ։ Չկան հարցեր, առաջարկում եմ քվեարկել, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չունենք, նախագիծը հաստատված է։